Բարև ձեզ, Ազատության լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Հայաստան հայկական թագավորությունը գոյատևել է մեր թվարկությունից առաջ 15-րդ դարից մինչև 13-րդ դարերը։ Այս ընթացքում Հայաստան եղել է հզոր պետություն, բացի այդ Հայաստան համարվում է մեր Հայկ Նահապետի բնօրրանը։ Հայաստանի մասին մեզ հետ կխոսի եւ պատմությունը կներկայացնի պատմական գիտությունների թեկնածու Վալերի Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Դուք ուսումնասիրություններ եք կատարել Հայաստանի վերաբերյալ 40-50 տարվա ընթացքում, ինչպիսին են տեսակետները, ինչ փոփոխություններ եք կրել այդ տեսակետների մեջ եւ ի վերջո այսօր Հայաստան երբ է թվագրվում վերջնականապես, ինչ դիրք ունի աշխարհագրական եւ խեթական աղբյուրներն ինչ են պատմում Հայաստանի մասին։ Նախ ասեմ, որ Հայաստան հիշատակվում է խետական բողոքյոյի արխիվում, Անկարայից քիչ հեռու գտնվող արխիվում 20-րդ դարի սկզբներին հայտնաբերված 15-րդ դարի վերջերից մինչև 13-րդ դարի մոտ վերջերը մոտ 200 տարի հիշատակվում է Հայաստան հիշատակվում է արշավանքների կապակցությամբ եւ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ խեթերի եւ Հայաստանի Անցյալ տարի առաջին կեսի ուսումնասիրությունների արդյունքները հանգեցրել էին մասնագետներին այն եզրակացության, որ Հայաստան գտնվել է Երզրումի Երզենգայի շրջանում մի քիչ էլ դեպի արևմուտք եւ Հայաստանի բնակչությունը եղել է խորիտական։ Ղափանցյանը ուսումնասիրելով Հայաստանի հատուկ անունները համեմատեց Նուզի արխիվում գտնված խորիտական անունների հետ, որոնց իմաստը պարզ չի, արմատները պարզ չեն, թե ինչ իմաստներ ունեն, եւ նմանությունների հիման վրա ենթադրեց, որ Հայաստանի բնակչությունը խորիական է։ Ղափանցյանը գտնում էր, որ հայա արմատն է, սա խետական ածանցով, Դյակոնովը պնդում է, որ հայա արմատը սեռականում հայոց չէր դառնա։ Ուստի սա հայ անվան հետ կապ չունի։ Հետո նորագույն ուսումնասիրությունները ցույց տվեցին լրիվ հակառակը։ Նախ ասենք, որ Հայաստան անվան մեջ ոչ թե սան է ածանցը, որ խետերն են գցել, ունեն այդ ածանցը նրանք ունեն նաև ասա ածականակերտ ածանցը, դա էլ հենց եւ խետական տեղանուններում եւ բառապաշարում օգտագործվում է, որը խետերը գցել են հայ բառի վրա, հայ էթնոնիմի վրա եւ նշանակում է հայական։ Հայաստան տեղադրվում է Արևմտյան Հայաստանի տարածքում։ Ես չեմ կարող հիմա մանրամասն այդ տեղադրությունները, բայց որոշ փաստեր ասեմ։ Ասենք սուպերիորի մասը գալիս է հասնում է Կոմախա քաղաք, Հայասա Կոմախա երկիր, Կոմախա քաղաք, որտեղ նրան ճակատամարտ է տալիս Հայաստանի թագավոր Կարանին։ Կոմախան դա բարձրահայքի Երզենգայի շրջանի կամախն է, դա նշանակում է, որ դա Հայաստանի տարածք է։ Հետո խետական աղբյուրները Որսիլիսի մյուսների ասում է հասա Արցիա, գրավեցի Արցիա, Հայաստանի քաղաք, իսկ Արցիան Արցնն է, Երզրումից քիչ հյուսիս, հետո բացի Խախանի հասա, որը էլի բարձր երկրի կազմի մեջ է եւ հայասական է, դա էլ բարձր հայքի Երզենգայի շրջանի Խախ պատմական գյուղն է, գրավեցի Կանուվարան, ասում է Որսիլիս երկրորդը, Կանուվարան բարձր հայքի Երզրումի շրջանի կան հայկական գյուղն է, բացի դրանից Մորսիլիս երկրորդը Սևծովի ափի ճանապարհով արշավանք է կազմակերպել դեպի Հայասա, Սևծովի ափով գնացել է դեպի արևելք եւ մուտք է գործել Հայասա, գրավել Ինգալավա քաղաքը։ Ինգալավան դա փաստերը ցույց են տալիս, որ Ճորոխիստորին հոսանքի հայկական Նիգալ գավառի համանուն կենտրոնն է, այնուհետև նա գրավել է Արիփսա եւ Դոկամա բերդաքաղաքները։ Արիփսան տեղադրում է Ճորոխի միջին հովտում սպերից արևելք, հետագայի ավերակ գյուղ, որը կոչվում է Արաբկալ է, իսկ Դոկամայի անունը
բոլոր մասնագետները բացատրում են, որ դա խեթերենի դուք լինել տեսանելի, երևելի բառն է համար ածանցն է։ Ինչ վերաբերում է Հայասայի մնացած նահանգներին 13-րդ դարի երկրորդ կեսի պետական թագավոր Առնովան 10-րդը պատերազմում է հայկական լեռնաշխարհում, վերանվաճում է անկախացած այդ հայասական նահանգները եւ դիմում է Այսիային Դուկամայի տիրոջը, իսկ Դուկաման Ազի նահանգի երկու գլխավոր քաղաքներից մեկն էր եւ ասում է Կոմախա, որ տվյալ դեպքում նա օգտագործում է բարձր երկրի փոխարեն Իսուվա, որը հայկական ծոպքն է Իսուվա Սոֆենե Ծոպանի ծոպք նույն անունն է եւ նույն տարածքն է այնուհետև դրանից քիչ արևելք Պախուվա դա համընկնում է Դերսիմից քիչ արևելք այժմի Պախ գյուղի հետ որ միջնադարյան Պահ արկանն է այնուհետև Ծուխմը որը տվարածատապ գավառն է ասում է ձեր այս երկրների տերերը ձեր տոհմակիցներն են եւ ձեր ցեղակիցներն են ուստի եւ նրանց բանակը ձեր բանակի հետ միասնական պիտի լինի եւ ինձ ենթարկվի այսինքն այստեղ խետական թագավորը բացահայտորեն ասում է որ Ազիի տիրակալի ոչ միայն տոհմակիցներն են այլ ցեղակիցներն են բացի դրանից նաեւ Պախուվան Պախուտեյա անունով մեծ Պախուվա անունով հիշադակում է որպես Հայասայի պաշտամունքային քաղաքներից մեկը որը Պախուվա երկրի կենտրոնական քաղաքն է այս փաստերը ցույց են տալիս որ Հայասան սկզբից ընդգրկել է Ջորոխի ավազանը լայն առումով եւ էթնիկապես նույն այս թվարկած նահանգներն են, որոնք տեղադրում են Իսուվան ծոպքը Արացանե իստորին ավազանում, Պախուվան նրանից արևելք եւ արևելյան ավազանում Ծուխման եւ բարձր երկրները կամ Կոմախան վերին Եփրատի ավազանը Պարոն Խաչատրյան, տեղանունները եւ թագավորների անվանումները կարողանում եք դուք բացել հայերեն, ցանկանամ ներկայացնել դրանք հայերեն լեզվով եւ ներկայացնել, որը ինչ է նշանակում։ Այժմ անդրադառնանք այն հարցին, թե այս տեղանունների եւ թագավորների անունները բացատրվում են հայերեն լեզվով։ Հայասայի առաջին թագավորը, որ հիշատակվում է խետական աղբյուրներում, գրում է Մարիա անունը։ Հետո խետական տեքստերում հաճախ է հանդիպում Անիա, Կարանի, Խուկանան թագավորները փոխարինում են Մարիա տերմինով։ Մարիա տերմինը մար արմատն է, որը հին հայերեն նշանակում է տեր։ Առաջին թագավոր է համարվում ոչ միայն հիշադակության տեսակետից, այլ որ նրա անունը դարձել է տիտղոս մյուս թագավորների համար Խուկանայի, Կարանի, այդ Կարանի անունը հայերեն նշանակում է զորեղ, հզոր, կարի, կարող։ Անիայի անունը բացատրվում է անել, արարել բառն է, այսինքն արարող, ստեղծագործ։ Դժբախտաբար այս 4 թագավորների անուններն են հայտնի։ Խետականը Այսիայի անունը, որ հիշադակում է Առնովան 10-րդը Այսիայի անունը կապվում է հետանոսական այս աստծո անվան հետ, որ դրանից է վերցված։ Իյան խետերն են գցել այսական, որը գրաբարում այսը նշանակում է հողմ քամի, այսինքն հողմերի քամու աստված։ Բացի դրանից խետական աղբյուրներում հիշադակված Հայասայի տեղանուններն էլ 60-ից ավելն են։ Լրիվ բացատրվում են հայերենով եւ համընկնում են հայկական հետագայի տեղանունների հետ նույնությամբ։ Ասենք Կոմախա, որ ձևով հիշադակում է, նաեւ հիշադակում է հետագան Կամախանա ձևով անա իրենց ածանցով։ Հայերեն նշանակում է ընծա, բնության, առատության, վերիության իմաստով։ Իսկ մենք
մի շարք կամախներ ունենք պատմական Հայաստանի տարբեր նահանգներ, որ նշանակում է բնությունը ընծայ է հիշել համարվել մարդու համար հարուստ բնություն, իսկ Էրզնգայի բնությունը ամենահարուստ եւ բերկարատ բնությունն է եղել, կամ ասենք կանը ու վարան նրանց ածանցն է խետերն են գցել, որ նվաճել են, կանը նշանակում է կանել, ոլորել, ոլորան, արծիալ, ինչ է նշանակում, արծ հայերեն նշանակում է սպիտակ, արիպսա, նրանք խետերը մի քիչ աղավաղել են, արապսն է եղել, արիպսան ոչ թե Սևծովի ափին է գտնվել, որովհետև արիպսան նվաճել է նա ինգալավան, այսինքն նիգալը նվաճելուց հետո արդեն երկրի խորք է թափանցել, արիպսայի մասին Սպուրսիլիսը գրում է, որ ծովի մեջ էր գտնվում, բայց այդ աբա շումերեն բառը ոչ միայն ծով է նշանակում, այլ նշանակում է ջրապատ, նեշ, լիճ, ջրավազան, իսկ բնական է, որ արիպսան դրա ավերակները գտնվում են ճորոխի միջին հոսանքում գետին կիպ եւ նրանք ջրապատնեշով շրջափակել են բերդը, ամրոցը շրջապատել են, ոնց որ մենք արապ ունենք մենք պատմական գյուղեր մի քանի արապ, որ ափը առաջին հերթին հասկացվում է ջրի եզր, արապս է եղել իրականից եւ դա արաբկալեն նաեւ մի ուրիշ անուն ունի, որ ավանդված է մեզ արաբիսեն է, են դա հունական հորժորջմամբ է իրենց ածանցն է, այսինքն այստեղ արաբսն է, ափերով ջրի եզրերով շրջափակված։ Ինչ վերաբերում է դոկամային, որ նշանակում է երևացող, դա արիպսայից քիչ հարավ-արևել գտնվող Թորտուբի ավազանի պատմական հայ գյուղն է, դա ապացուցում է հենց հետագան թարգմանությունը, որ դա հայ գյուղն է եղել։ Ծոփքի անունը, որ նրանք դարձրել են Իսուվա, որը հույներն էլ Սոֆեն է, որ արտազներ ծուպանի, ծոփ, եզր, երիզ բառն է։ Պախուվայի անունը, պահ արկանի հետ է հանգնում, պահող դուր է նշանակում, ծուխմայի անունը նահանգի, ման իրենք կցել են ածանցը, այդպիսի սովորություն էին բոլոր տեղանունների մեծամասնությամբ կցում էին իրենց ածանցները, այնտեղ մենք ունենք հյուսիսային մասում Ծխենկերտ ամրոց, բարձր լեռնային շրջան է, ամբերով պատած ծուխ է հիշեցնում, բացի դրանից խետական աղբյուրները զանազանում են էթնոսները իրարից որոշ դետերմինատիվով, որը միևնույն ժամանակ քաղաք բնակավայր է նշանակում, բայց իրենց երկրին ասում են ուրու խատի, ուրու եթե քաղաք հասկանանք, խատի քաղաք գոյություն չունի, նրանք էթնոսն են նկատի, Միտրի քաղաք գոյություն չունի, նրանք հիշատակում են Եգիպտոսի անունը ուրու Միտրի, Խուրի քաղաք գոյություն չունի, խուրիների երկրին ասում են ուրու խուրի, նույնպես էլ ասում են ուրու Հայասա, այսինքն էթնիկական առանցին մի երկիր է Հայասան, բոլոր ասուրական աղբյուրներն էլ հաստատում են, 1244 թվականին Ասորեստանի թագավոր Թուկուլդինին ուրտան արշավանք է գործում դեպի Լեռնաշխարհ, դա առաջինն էր Ասորեստանի նոր դեռ վերհառնած Ասորեստանի պետության թագավորների մեջ երրորդներ թե չորրորդներ, որ դեպի հյուսիս արշավանք կազմակերպեց եւ մտավ Լեռնաշխարհ արևմուտքից։ Հայաստանի պետական կառուցվածքը, որն էր ինչ պետական դասակարգային համակարգ էր իշխում Հայաստանում, սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված ինչպիսի տվյալներ կան։ Բացի նրանից, որ նույն ցեղերով բնակեցված են, տոհմակից ասելով հասկացվում է, որ Հայաստանի արկայատոհմերից են սերել մյուս նահանգների նահանգապետերը։ Դա ընդհանուր հետագայում շատ տարածված երևույթ էր, նրա նախարարները, որոնք մենք անվանեցինք նահանգներ Հայաստանի, հենց այդպիսի ծագում են ունեցել, այսինքն սերում են կենտրոնի արկայատոհմից,
Այսինքն դա չի շեղվում նույն process-ն է ինչ հետագան կայսրությունում է եղել չի շեղվում ընդհանուր կանոններից մեր արևելքի հարևան երկրների նույն համակարգն է Հայաստանի հարաբերությունները հետագան թագավորության հետ մեծ մասամբ թշնամական են եղել շատ դեպքերում են նրանք Հայաստանից նվաճել բարձր երկրները Իսուվան Պախովան, նույնիսկ Ծոխմանել են նվաճել։ Դա սկսվել է Սուփիլուլուի մասի ժամանակներից 13-րդ դարի, 14-րդ դարի սկզբներից եւ շարունակվել է Սուփիլուլուի մասը դաշնագիր կնքեց եւ բավական ժամանակ չեմ կարող ասել 30 թե 40 տարի խաղաղ էր եւ իհարկե այդ պայմաններում Հայաստան ինչպես Բորսիլիսի տարեգրության մեջն է գրված դաշնագիր են կնքում պետք եղած դեպքում հետագան թագավորի որ պատերազմի մեջ է օգնության կարիք է զգում այդ երկիրը պետք է զինվորներ տար գումարտակներ ուղարկեր օգնության բացի այն որ ասենք հարկ է տալիս որոշ հարաբերությունները նման կարգի են եղել իսկ խորիտների հետ հարաբերությունների միայն մի դեպք է հանդիպում հենց Սուփիլուլուի մասի դաշնագրում որ ձեր արկունական դարբասի առաջ ել չտեսնեմ խորիտական սուրանդակներ այսինքն նախքան դա Հայաստան սերտ հարաբերությունների մեջ է եղել խորիտների հետ եւ հետագան կայսրությունը հասնելով այն բանին որ դաշնագիր է կնքում պարտադրում է որ միայն իր հետ դաշնակից լինել այդպեսի մեծ հարևան հետագայում ասենք 14-րդ դարի վերջերից Ասորեստանը վերհառնեց ասորական աղբյուրները էլի հիշադակում են նայիրի երկրների թագավորներ այսինքն դրանք նախարարներ են որոնք սերված են արքայական տոհմից նրանք նույնպես թագավոր են համարում այդ հետագան կայսրության հին թագավորության մի ցուցակ գոյություն ունի հին թագավորության շրջանում 7 թագավոր են իշխել բայց 44 անուն է հիշադակվում բոլոր նահանգապետերի անունները ովքեր սերված են արքայատոհմից ասենք 23 երկրներ 60 երկրներ թագավորներ իմ դեմ դուրս եկան Տիգրատ Պալասարն էլ հիշադակում է դրանք նախարարներն են որոնք սերված են հայաստան արքայատոհմից կառուցվածքի մասին այսել ավելացնենք կառուցվածքը այդպես էր Պարոն Խաչատրյան, Հայաստան խեթական թագավորության հետ ինչ հարաբերություններ ուներ, ինչպիսի ռազմական արշավանքներ են գրանցվել խայթերի եւ Հայաստանի միջև, ինչպես նաև ցանկանամ նշել մյուս հարևանների Միտանի եւ Ասորեստանի հետ հարաբերությունները։ Նախքան Սուփիլուլուի մասը Կարանին բավականին մեծ հաղթանակներ է տարել խեթերի նկատմամբ դաշնակցելով կասկերի պոնտական լեռները որոնք սկսում են Տրապիզոնից անմիջապես արևմուտք մինչև Հալիսի ստորին ավազան դա կասկա երկիրներ եւ խորիների հետ դաշնակցած պարտության է համարյա մատնում նախքան Սուփիլուլուի մասի գահ բարձրանալը եւ Սուփիլուլուի մասը գահ բարձրանալով նվաճում է Հայաստանից բավականին նահանգներ Իսուվա ծոփքը Պախովան, Ծոխմայը հասնում, հետո պայմանագիր է կնքում, հաշտվում են, հետո նորից Անիան Խոկանասից հետո Հայաստանի թագավոր Անիասը չի ենթարկվում Հայաստանին, նորից են արշավանքներ լինում, ոսկի է պահանջում Մորսիլիսը եւ Անիա թագավորը Հայաստանի մերժում է, ասում են նամակ գրեցի Անիային չպատասխանեց ինձ, այսինքն Հայաստանի արքունում էլ նման տրադիցիա եղել է, որ այն ժամանակվա գլխավոր գործածական գրությունը սեպագիրներ, սեպագերով պատասխանի, բայց մենք ցավոք ոչ մի իրեղեն փաստ չունենք, բայց գրավոր փաստ կա, որ նամակագրական, այսպես ասած, սեպագրերով գրելու հարաբերություններ եղել խետական արքունիքն էլ գրություն է ունեցել, դեպիրներ է ունեցել, ոնց մասին մենք չգիտենք հիշադակում է խետական թագավորը
Պարոն Խաչատրյան, եթե եղել են ռազմական արշավանքներ, ապա հնարավոր չէ, որ Հայաստան չունենար զորք, բանակ, ինչպիսի տվյալներ կան դրա մասին, ինչ զորք ուներ Հայաստան եւ ինչ արշավանքներ է կատարել այդ զորքերի հետ միասին։ Կանովարայի տակ Հայաստան 6600 զորքեր կոդագել, մարտակարգեր, Թոթխալիաս 4-ի ժամանակ Հայաստանի սահմանը անցել է արդեն Եփրատ գետով եւ հետագան տեքստերում հիշադակում են սահմանային հսկիչների վերաբերյալ տեքստը, որ գրում է Ազիի, Իսուվայի նկատմամբ զգուշ եղեք մարդ չանցնի, նվաճել են մինչև Եփրատ գետը եւ 13-րդ դարի կեսերին շատ մեծ հզորության է հասել։ Եվ ի վերջո ներկայացրեք Հայաստան որպես հայկի բնորան, ինչ տվյալներ կա դրա մասին, հայկը կոնկրետ Հայաստանում որտեղ էր նստում, նրա նստավայրը որն էր, հայկի եւ բելի պատմությունը ըստ Հայաստանի թագավորների հետ կապված տվյալների ինչպես է բացատրվում։ Հայկ Նահաբեդի անունը մեր էթնոնիմն է, ոչ թե հայկի անունն է դարձել էթնոնիմ, հայկ անունը, որը սկզբնապես հայ բերդը, որ դուկամա են անվանել, նահանգը կոչվել է Հայասա, հայական, իրենք հայ են ասել, հետո էլ այդ հասարակ բառը, որ հասարակ իմաստ ունի, արդեն դարձել է էթնոնիմ ու տարածվել է մյուս բոլոր հայկական նահանգների վրա որպես Հայասա։ Հայիկ է եղել, հայիկ, չէ, հայկն, իք ածանցն է, որը նշանակում է հայ, նրա կատարած քաջագործությունների համար են նրան էթնոսի անունով, դա հազվագյուտ է լինում, որ էթնոսի անունով կոչել, քիչ օրինակներ ունենք, բայց պատմության մեջ ուրիշ որ էթնոսի անունով է կոչվել Հայկ Նահաբեդ։ Հայկ Նահաբեդի նստավայրը Հարքներ չէ, Հարկը Պախովայի մի մասն է։ Դարերի ընթացքում հազարամյակների նահանգների անունները կամ գավառների սահմանները փոխվում են, փոքրանում, մեծանում են, բայց նույն տարածքի վրա։ Հարկը հենց այդտեղ է գնում։ Դրա համար էլ Հայկ Նահաբեդի նստավայրը այնտեղ է եղել։ Պարոն Խաչատրյան, Հայաստան դիցարան ուներ, որն է նրա դիցարանը, ինչ աստվածներ ունեն եւ աստվածների գործառույթները, որոնք են, տեղյակ ենք, որ նրանց մասին ինֆորմացիան հիմնականում մենք քաղել ենք խեթական աղբյուրներից, խեթական աղբյուրները Հայաստանի դիցարանի մասին ինչ են ասում։ Հայաստանի դիցարանը, որ հիշադակում է Խոկանացի եւ Սոպիլոլի մասին միջև կնքած դաշնագրում, ինչպես եւ խետական դիցարանն է, դա նշանակում է հենց դա մի փաստ է, որ առանցին էթնիկական միավոր է։ Տեքստը կավե տախտակը բավականին վնասված է, բայց մի շարք աստվածների անուններ պահպանվել են։ Դրանցից մի մասը խետերը թարգմանել են իրենց լեզվով, շինց ու թարգմանություններ են, բայց առաջին աստվածը, որ ուգուր է գրում, դեռ սեփագրերը օդ չունեն։ Ղափանցյանը ժամանակին հանճարավորեն ենթադրել էր սա ոգորեն բառն է, ոգորել, եւ հետաքրքիր է, որ առաջին աստվածն է։ Իսկ թե դա շումերոգրամա է, շումերականում այդպիսի բառ չկա, որը աստված կոչվի նաև։ Ուգուրը ոգորն է։ Տերի տիտունի, տերին թարգմանվում է տիրի գրապարում նշանակում է խիստ պինդ, տիտուն, Ղափանցյանը գտնում է տուտն արմատն է, տիտուն սեռական հոլովաձևով, որ նշանակում է պինդ պոչ ունեցող վիշապանման կերպարանքի աստված է եղել։ Ունագաստա, ունակը, ունակ բառն է, գեկը անցումները լիքն են, մեր հին հայերենում էլ դա շատ բնական երևույթ է, եւ աստա, աստան ոչ թե ածանց է, այլ աստանել, սոսկանցանցավոր բառն է, որը նշանակում է արարել, ստեղծել, արարելու ունակ, էլ ինչ պիտի լինի Աստծո համար այդքան հարմար, բալտայիկ, էլի իքը այդտեղ հայկական ածանց է, ես կապում եմ դա բախտի գրապարյան բառի հետ, որը նշանակում է չարաբախտ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, սիրելիներս, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատության լրատվականի հայագիտական ձայնարատի հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։